ասեք, որն է Իսպանիայի մայրաքաղաքը, եւ ես կընդունեմ, որ սուպեր ինտելեկտուալ եք։ Եթե տենց է մտեք ուղիղ եթեր ու ասեք, Քարաքոսը միրգա թե կենդանի։ Նայեք, եթե որևէ քաղաքական գործիչ պիտի ասած էշի պես զռա եւ հավեսով զռա, կարծում եմ դիտումները միլիոնների խփելու։ Առաջարկում եմ պարոն Քոչյանը էշի պես զռա, բայց հավեսով էլի։ Տեսնենք ինչքան դիտում կապահովի։ Խորհրդարանական ընտրություններից 74 օր առաջ իշխանություն ընդդիմություն փոխադարձ վիրավորանքների ու գռեհիկ արտահայտությունների ինտենսիվությունն էլ ավելի է ուժգնանում։ Քաղաքական ուժերն արդեն ոչ միայն միմյանց են արձագանքում, այլև կրկնօրինակում վիրավորական արտահայտություններն ու այլ ուժերի թիրախավորում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն օրեր շարունակ Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի ու Ռոբերտ Քոչարյանի մասին ծաղրական տեսանյութեր է հրապարակում։ Երկրորդ նախագահը նախորդային մեջբերեմ էշի պես զռալուց էր խոսում։ Փաշինյանն արձագանքեց կրկնելով նույն արտահայտությունը, իսկ վարչապետի աշխատակազմին ենթակա կազմակերպության փոխտնօրեն Դավիթ Լևոնյանը նույն խոսքերն ուղղեց ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած մեկ այլ ուժի տեխնացուին, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին։ Եվ այս ամենը քաղաքական ուժերի առաջնորդների մակարդակում նրանց աջակիցների շրջանում գռեհիկ արտահայտություններին նույնիսկ հայհոյանքներ են ավելանում։ Քաղաքական թեմաներով շատ ավելի բարեկիրթ խոսքեր կարելի է լսել Երևանի փողոցներում, երբ տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ, չհետևելով վարչապետի տեխնացուների օրինակին, հանգիստ իրար կողքին կանգնած ու միմյանց մի թթու խոսք չասելով պատասխանում էին ազատության հարցերին։ Ինչ ասեմ, Աստված խաղաղություն, այդ խաղաղությունը լավ բան է իրոք, բայց եթե դա միշտ լինի, լսում եմ բաներ, զգում եմ, որ այդ խաղաղությունը կեղծ է։ Ամենագլխավորը մեր համար խաղաղությունն է, եւ ես համոզված եմ, որ խաղաղություն կլինի։ Ազատության հետ զրուցած մարդիկ թեև տարբեր տեսակետներ ունեն, սակայն մի բանում միակարծիք են՝ քաղաքական գործիչները չափն անցնում են, տգեղ է։ Ես խղճում եմ մեր ազգին, այդ թվում եւ ինձ, որ սենց օրի ենք մենք։ Կարելի է փաստացի նստել կլոր սեղանի շուրջը, այդ այնց բարեկիրթ ձևով դնել փաստերի առաջ։ Ոչ թե իրար վիրավորել, սիրուն չի, բարեկիրթ չի։ Ոչ ճիշտ ասեմ, շատ վատ եմ վերաբերվում այդ ամեն ինչին։ Փոխադարձ վիրավորանքների ու կոպիտ խոսքերի համատարած աղմուկի մեջ քաղաքացիներին հաջողվում է լսել, թե ինչ են առաջարկում իրենց քվեն հայցող քաղաքական ուժերը։ Ազատության հետ զրուցած քաղաքացիները շատ ավելի կառուցողական քննարկումներ կուզեին տեսնել։ Մարդավայել խոսակցություն լինի, որ մեկը մեկին հասկանա, չվիրավորի, չկոպտի։ Դու ես մարդ, ես էլ եմ մարդ, ես ծնվեմ, ես ասել եմ 90 տարեկան մարդ եմ, Երևանում եմ ապրում։ Երկրորդ ղեկավարը իրան թույլ կտա, թե խորհրդարանի ամբիոնում, թե տրելեվուզի մեջ, թե մետրոյի մեջ, այդ ձևի արտահայտությունները, այդ ձևի խոսաժողովուրդ չի կարելի։ Քաղաքական գործիչ պետք է մեկ մյուսին այդ բառերը ես չեմ ուզում արտահայտել։ Էշի նման զռալի, այդ ոնց կարելի է, չի կարելի։ Դա մարդու պատիվը չի բարձրացնում։ Քաղաքագետ Նարեկ Սուքիասյանի գնահատմամբ գռեհիկ խոսույթով եւ իշխանությունները եւ ընդդիմադիրները փորձում են համախմբել հենց իրենց աջակիցներին, սակայն այս եղանակով նոր մարդկանց հազիվ թե կարողանան ներգրավել։ Բոլորը ովքեր հիասթափված են քաղաքականությունից եւ ցկտում են չմասնակցել կամ չասոցացվել քաղաքական գործընթացների հետ, այս ամենի արդյունքում էլ ավելի են վանվելու քաղաքական միջավայրից, էլ ավելի ցածր մասնակցություն եւ քաղաքական ներգրավվածություն ունենալու, որն էլ խորացնում է քաղաքական ապաթիա հասարակության մեջ։ Քաղաքագետը հղում անելով հետազոտությունների արդյունքներին ընդգծում է 44-օրյա պատերազմից հետո բևեռացնող խոսույթ ունեցող քաղաքական ուժերը կորցրել են հանրային վստահությունը։ Այն, որ քաղաքական դեմքերը շարունակում ու ել ավելի են թեժացնում կրքերը, գուցե պայմանավորված է գոնե իրենց աջակիցներին չկորցնելու ցանկությամբ։ Սեփական աջակիցների շրջանակները եւ շարքերը կուր պահելու համար շարունակել նման հռետորաբանությունը, չձգտելով առանձնապես այլ այս չկողմնորոշված ընտրողներին ներգրավելու ուղղությամբ։ Ինչպիսին ընդդիմությունն է, այդպիսին էլ նրանց նկատմամբ խոսույթն է։ Մենք շատ կուզենայինք, որ մեր ընդդիմադիրները լինեին օրինակ ինտելեկտուալ։ Իշխանական վերնախավից падգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր հնարավորություն ուներ ընդունելու, որ նման խոսույթը քաղաքակիրթ չէ, սակայն դատելով պատասխանից քաղաքացիական պայմանագիրը հետ քայլ անելու մտադրություն չունի, ինչպիսին ընդդիմությունն է, այնպիսին էլ իշխանության խոսույթն է։